Շատ զարմանալի բաներ են տեղի ունենում, փողոցից մարդ քաղաքապետի խորհրդական, բաժնի պետ էր, վերցնում, ես չգիտեմ ինչ պայմաններով, միայն մի բան գիտեմ, որ պաշտոնապես իրազեկված չեն լինում, մարդիկ այդպես տարել են, ասել են բաժանմունք գնալ, խոսելու եւ այլն, բայց բանից դուրս գալ գնում են բաժանմունք եւ ես չգիտեմ ինչ պայմաններով ունեցած տվյալներով վերցնում են կամ կալանքի կամ բանի խոսքով հոտվածներ են տնում, ես չգիտեմ, հələ այո, կամ պետք է ճշտվի դրանք, պետք է ճշտվի, բայց որ քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացվում է, ես տեսնում եմ, բացի դրանից կոմունալ բաժինը ամբողջ քաղաքի մաքրության տեր ու տիրականն է, ինքը անընդհատ աշխատող մի մարմին է, չի կարելի այդ բաժնից պատասխանատու մարդկանց տանել եւ այդպես ժամերով պայել 9-13 վարորդ կարելի է պայել կոմունալ բաժնի, բեռնատարի վարորդ, տրակտորի վարորդ, աղբատար մեքենայի վարորդ, այդ մարդիկ քաղաքը պիտի վերջը մաքրեն, հետո մաքրողներից են տանում մարդ, 13 հոգի, 14 հոգի մարդ են տանում ու անընդհատ շարունակաբար տանում են, ժողովուրդ այդպես ախր չի կարելի, ինչի եք պարալիզացնում քաղաքը, ինչի չեք թողնում աշխատեք, հասկացանք այս պայմաններով քաղաքապետին տարակ, քաղաքապետին եկակ, այս կան, մասկեքով եւ այլն տարակ, ամբողջ կանանց ու երեխաների աչքի առաջ չի կարելի այդպես բաներ անել, ժողովուրդը վերջը տեսնում է այդ ամեն ինչը տեսնում, հասկանում է ինչի չեք թողնում աշխատենք, թող աշխատի քաղաքապետարան, հետո տանում եք կամ ճշտեք կամ արագ վերադարձել եք, մենք այս պահին չենք կարող 10 վարորդ նորից բերենք աշխատանքի որ քաղաքը պարալիզացվում է, ժողովուրդ վաղը քաղաքը որ մաքրված, տեսակ չմեղադրեք քաղաքապետարանը չի կարող աշխատել, կոմունալ բաժինը չի կարող աշխատանքները կազմակերպել։ Ես պահանջում եմ այդ մարդկանց հետ վերադառնել։ Ոչ մի մեղադրանք չկա այդ մարդը, վարորդ մարդը ինչ պետք է անի վարորդ մարդը։ Ես չեմ կարծում որ վարորդ մարդը ինչ որ բան պետք է արած լինի։ Կամ մաքրող կինը ինչ պետք է արած։ Ես չեմ կարող նրանք քաղաքականապես այն մարդիկ են որ նրանց կարելի է պահել տանել։ Նրանք ուղղակի կրտական այդ ցեզդե չունեն որ այդ մարդիկի։ Ես զարմանում եմ ուղղակի այդ մարդկանց ինչ են տանում պահում։ Կան, այո, կան երկու ավականու անդամներ ինձ հասած տեղեկություններով, բայց 4 օրենսդիր մարմին են ընդրված, ժողովրդի քվեներով ընդրված մարդիկ են, լավ տարեք արագ լուծում տվեք այդ տարած մարդկանց նկատմամբ, վերջ ավականու անդամներ են, Գյումրիում էլ չեք պահում, տանում են Հոկտեմբերյան, ես չգիտեմ Աբարան, ես չգիտեմ Աբովյան, ինչ կան որ տեղ կա ցրում են, 30-40 մարդ տարբեր տեղեր ցրել են, այսպես չի կարելի, ավականու անդամներ, բաժնի պետ, խորհրդական, Պետրոսյան Աշոտին խորհրդական տարել եք, այսօր ամբողջ նյութերը իրեն մոտ է խորհրդակցությունների, ինքը պիտի խորհրդակցությունների անձնարարականները տա որ կարողանանք խորհրդակցություն անցկացնել, քաղաքի բոլոր աշխատանքները բնականon ընթացք ունենան։ Այսօր պատկերացրեք Աշոտի մոտ այդ բոլոր հանձնարարականները, որ մենք հանձնարարականներով ենք առաջնորդում, չենք կարող վերցնել, չկա, հետո իմացանք որ Պետրոսյան Աշոտին տարել են։ Ոչ զանգ են տալիս, ոչ ահազանգում են, ոչ մի բան, ոչ ծանուցում են, այսպես ոնց կարելի, ախր ոնց կարելի այսպես էլի։ Նախ հարգարժան ազգային ժողով, ես կուզենայի ձեզ դիմել, որտեղ ես էլ այդ կառույցում աշխատել եմ։ Ես ճիշտն ասած երկրորդ գումարումում եղել եմ գումարման պատգամավոր։ Լավ, դուք մեկ բարի համար կարող եք մեզ մեկն ու մեկին մեղադրել տանել, բայց այդ բարերի համար պատասխան պիտի տա մարդը վերջը։ Ինչ բառ ասես օգտագործում է, բացի գրական բառերից, բացի գրական հայկական բառերից։ Ինչ է նշանակում մարդուն մեղադրանքը չի առաջադրվել, դատարանը այդ process-ի մեջ է դուք բոլորին զգուշացնում եք, որ քննություն է գնում, չենք ուզում խանգարել, այստեղ էլ մի խանգարի։ Ինչ եք մարդուն անվանագում, երբ որ այդ մեղքը դերևս հաստատված չի։ Ով է ձեզ թույլ տվել լափակել եւ այլն տարակել, ես չգիտեմ, ամանից լափուտող, չի կարելի, այդ ով ոնց կարող եք ինչ բարեր ասես ասում եք, վերջը եկեք մի քիչ ցենզուրայի դաշտ, այդպես կարելի է խոսել։ Լավ, ասենք ազգային ժողովի պատգամավոր, ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ, դե լավ հասկացանք ազգային ժողովի նախագահի տեղակալներ, ինչի եք չափ ու սահմանն ասում, ինչի եք վիրավորում մարդկանց։ Դուք այդտեղ արդեն այդ վիրավորանքները դուրս եկեք դեպի ժողովուրդ։ Պետք է կորեկտության սահմաններում լինեք եւ կարողանաք պահել, որովհետեւ այս ամեն ինչը մնայուն չէ, այսպես չի մնա, աստիճանաբար կզուլալվի սա։